նպատակները գիտեն, կուրատորներին գիտեն, ինքը ընդդիմությանը ասում էր, ձեր գործը դուք եք անում, բայց ձեր օրակարգը որն է, ձեր օրակարգը չեմ տեսնում, բուն նպատակը սա է, սպաները վստահաբար խոսք ասելու և շատ խիստ են ասելու, բանակ ուզում են լուծարել, սա ես համոզված ասեմ, Ադրբեջանի պահանջն է, սա Թուրքիայի պահանջն է, Ռուսաստանը գալու է այստեղ ինչ-որ բան փոխի, այդպես չի, բաժանիր թշնամացու որ տիրես, այսօր Հայաստանում այդ քաղաքականությունն է իրականացում, ես իմ ժողովրդին, որի զավակը ես եմ, շատ լավ գիտեմ և գիտեմ շատ ավելի ծանր պայմաններում մենք հաղթանակ ենք կրել, Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Նահապետյան, կառավարությունը հավանության արժանացրեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորներից մեկի առաջ բերած նախագիծը, ըստ որի փաստորեն պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը գումարով օրինականացվում է։ Դուք գնահատական տվել եք դրան, նշելով, որ սա ուղղակի ամենաարդյունավետ ձևն է զինված ուժերը լուծարելու։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ժամանակ առաջ Ադրբեջանի նախագահը հստակ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դադարեցնի սպառազինվելը։ Ըստ երևույթին ապառազմականացման պահանջ է ներկայացնում։ Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունը այդ պահանջը իրականացնում է աստիճանական ձևով, որպեսզի մեծ հաշվով ագրեսիվ ձևով դա չարվի եւ բունտ չառաջացնի, մյուս կողմից էլ այդ նախագծին փաստորեն մասնակից է դարձնում հասարակությանը, հանրությանը, որովհետև ես վստահ եմ, որ ժամանակ հետո, երբ այդ օրենքը արդեն կյանքի կոչվի, նախագիծը կյանքի կոչվի, շրջանառվի, վիճակագրություն են ցույց տալու, որտեղ հստակ երևալու է, որ հասարակության մեջ միտում կա գումարով օրինական ձևով ազատելու իրենց զավակներին։ Ինչպես բացատրել հանրությանը, որ որևէ ձևով այս թակարդում չհայտնվեն եւ մեր պետությունը կազմալուծելու այդ խայծը կուլ չտան։ Նախ ամիշ պետք է անե, որ իրավական ակտը չընդունվի կամ փոփոխություններ այլ իրավական ակտեր։ Ինքնին հասկանալի է, որ պատերազմող երկրից մենք պատերազմի մեջ ենք, ճիշտ է, մեր ազգային ժողովի օրենսդիր մարմինը իրավական ակտ չի ընդունել, որ մենք պատերազմի մեջ ենք, սովորաբար կարգը այդպես է, հա։ Բայց ինչեւ եթե խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր փորձարում կնքել Ադրբեջանը, նշանակում պատերազմի մեջ ես։ Հիմա ես համակարծիք եմ ձեր գնահատականին, առայն որ Ադրբեջանը խնդիր է դրել սահուն կերպով, չերևացող ձևով մեր բանակը կազմալուծել։ Բանակի հիմքը մոտիվացված ծառայողն է, սպառազինությունը և զինվորական մասնագիտություններին բավարար չափով տիրապետելը և զորքերի կառավարումը։ Հիմա այդ 4 սյան վրա հիմնված բանակը սյուն-արսյուն քանդում են։ Սպառազինությունների հետ կապված չասեմ, որ Հայաստանը փաստացի միայն վերջերս է փորձ անում գնել ինչ-որ երկրներից ինչ-որ բաներ, դեռևս միայն թղթի վրա են դա ցույց տալիս, որի իրավունքը չունի ոչ վաճառող կողմը, ոչ գնորդը։ Դա իր մեջ զինվորական գաղտնիք է, ռազմական գաղտնիք է կրում, այո։ Այսինքն բավարար չափով ակնհայտ է, որ չի արվում սպառազինությունը մեր բանակի համար։ Երկրորդը անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունն է և զորքերի կառավարումը։ Դա ստուգվում է, փորձարկվում է և բաստխորներն ու սխալները ճշտվում են զորավարժությունների ընթացքում։ Հայաստանը 44 օրից հետո որևէ զորավարժություն չի արել մեր դաշնակից երկրների, չեմ ասում ներքին զորավարժությունները, հա, զինված ուժերի։ Իմ ասած ամենակարևոր առաջին կետը դա մոտիվացված զինծառայողն է։ Այ հիմա ինչ որ արվում է, իրականում փորձ է արվում, որպեսզի նախ մոտիվացիան վերացնել, ծառայությունը դիտել որպես աշխատանք եւ դրա համար ժամանակին դրամական բավարարումը, որի իմաստը սպային, ենթասպային պայմանագրային տալ այնքան գումար, որ իր ընտանիքի անդամների նվազագույն կարիքները հոգան։ Դա համար բավարարում էր կոչում, որտեղ որից է ձևով չկա չափորոշիչ, ըստ որի գնահատվի, թե ինչ արժի մարդու կյանքը, չէ՞ որ սահմանում կանգնած զինծառայողը վտանգում է իր կյանքը։ Եվ դրա համար բավարարում է, այսինքն առանց այն էլ
պարտությունից հետո մեր զինծառայողի արժեքը պետք է երկրում շատ բարձրանա, որտեղ կա վտանգ մեր ոչ բարեկամ երկրի կողմից հերթական ռազմական ագրեսիա, որը կարող լինել լայնածավալ, կարող լինել պատերազմ։ Եվ հիմա այնինչ ընդունվում է, այդ մոտիվացիան ուղղակի զրոյացվում է, ոչնչացվում է։ Ինչպես նախ 1 ամիս 4 ամիս ծառայելով զորակոչված զինծառայողը բավարար գիտելիքներ, հմտություններ չի ձեռք բերում, որից հետո ինքը սահմանում ծառայի։ Ես գոնե կարող եմ ասել այս օրվա իշխանությունների գնահատականներով նախորդ իշխանությունների ժամանակ նվազագույնը 6-7-8 ամիս էր պետք, որպեսզի մարտական հերթապահություն իրականացնել զորակոչված զինծառայողը բավարար գիտելիքներ ստանալու 5-6 ամիս ուսումնական զորամասերում 1-2 ամիս մարտական հերթապահության սկզբնական փուլում, որ դրանից հետո իրեն տրվում էր հանձնարարություն, որտեղ ինքը մարտական խնդիրը բավարար չափով կարող էր կատարել։ 1 ամսվա զինծառայողը չի կարող կատարել, 4 ամսվա զինծառայողը չի կարող, առավելս որ իրենք էլ հետո պահեստազոր կոչվեն, հա։ Եվ անհրաժեշտության դեպքում, պատերազմի դեպքում զորակոչվեն։ Դա անգամ 1 ամիսը քիչ է, կար երիտասարդ զինվորի անհրաժեշտ գիտելիքները ստանալու ժամանակահատված, որտեղ զորակոչվում էին, դա 45 օր էր, անգամ 1 ամիս չէր։ Եթե նվազագույն գիտելիքները, որտեղ զինծառայողը արդեն դեռ զինվոր չի, հետո դրանից հետո երթման արարողություն, հա։ 45 օր հետո նոր ինքը ուսումնական զորամաս, գիտելիքների ստացում, մի զինվորական մասնագիտության տիրապետում եւ այդպես շարունակ։ Վտանգը նաեւ այստեղ որն է, ունևորները բնականաբար իրենց զավակներին ազատելու են։ Հիմա չունևորները նայում են, եթե ունևորները զավակը չեն ծառայում, հարց առաջանում, այդ դեպքում իրենց զավակը ինչու՞ չի ծառայի։ Եվ այստեղ չունևորը գալիս է մի խնդրի առաջ է կանգնում։ Կամ իր զավակը ծառայում է, կամ չի ծառայում, ինչպես չի ծառայում։ Ինչ ունի հիմնական արժեք ունեցող կապիտալը բնակարանն է։ Համոզված ասեմ կամ գումարով պարտվեցնել է գումար, որ հետո ինչ որ ձեւով այդ 24,000-ը կամ հետո 24 միլիոնը կամ հետո 15 միլիոնը, որ 16 տարին լրանում է, այսինքն սոցիալական լուրջ անհավասարություն է եւ բևեռացում է գնում հասարակության մեջ։ Չեմ ասում, որ դրանից հետո եթե 16 տարին լրանում է եւ զորակոչվողը գումարը վճարում է, քաղաքացիություն հրաժարվում է։ Ասել արտագաղթը խթանելու ամենակարճ ճանապարհը։ Պարոն Նահապետյան, առերևույթ այս օրինագիծը պատճառ է դառնալու բանակում զինծառայողների թվի կրճատման։ Հետևաբար բեռը սպայակազմի, հրամանատարական կազմի մեծանալու է։ Առանց այն էլ այս պայմաններում մեկ է շատ լուրջ խնդիր կա, որտեղ սահմանը պատերազմից հետո մի քանի կիլոմետրով երկարել է, այս պահին անգամ բավարար մարդուժ չկա փակելու այդ սահմանը։ Օրինագծից հետո ավելի է խորանալու այդ խնդիրը։ Հիմա դուք գիտեք բանակում կա ալիք դեմ կանգնելու այս որոշմանը, կանխելու եւ վերջո ասելու խոսք, որովհետեւ անմիջապես իրենց գործին է վերաբերում այդ օրինագիծը, նաեւ իրենց գործին։ Գիտեք, ժամկետային զինծառայողները մեր բանակի հենասյունն են։ Հիմնական անձնակազմը դա զորակոչող զինանձնակազմն է։ Մեր բանակը երկու սյան վրա է կառուցված, մեկ զորակոչով, մյուսը պայմանագրայիններով։ Պայմանագրայինների փաթեթը սոցիալական իր անձի ընտանիքի անդամների կրթություն, բնակարանային պայմաններ, սոցիալական ապահովություն, առողջապահություն եւ այլն անհամեմատ չափելի չէ, օրինակ Երևան քաղաքում բնավ այդ կառույցի աշխատանքը չարժը զրկելով ոստիկանության հետ եթե համատենք, չափելի չի, ոստիկանության անհամեմատ ավելի բարձր է եւ աշխատավարձը, եւ սոցիալական փաթեթը, եւ պարգևավճարները, այո։ Հիմա պայմանագրային զինծառայողների համար եւս չկա մոտիվացիա, եթե իրենք համեմատում են, որ կարող են Երևանում ոստիկան շարքային լինել, եւ շատ անհամեմատ ավելի բարձր դրամական բավարարություն ստանան, սոցիալական ավելի լավ փաթեթ, եւ պայմանագրայինները եւս չեն ցանկանում։ Եվ այստեղ դուրս է գալիս, որ այո, մի քանի 100 կիլոմետր, բավական երկար է, այսպես թիվը չասենք, բայց 44 օրից հետո այո, մեր սահմանի պահպանության հատվածը ավելի է մեծացել, եւ բնականաբար անձնակազմի քանակ է պետք։ Հիմա եթե ժամկետայիններին այս ձեւով հնարավորություն են տալիս չծառայել բանակում, պայմանագրայինները չեն ցանկանում, ես ասեմ
իշխանությունների արդարացումը որտեղ է լինելու։ 1-2 տարի հետո, դες վստահաբար եմ ասում, եթե սա կյանքի կոչվեց, ես կասեմ ինչ անել, որ կյանքի չկոչվի, եթե կյանքի կոչվեց, մի քանի տարի հետո, եթե այս իշխանությունները վերարտադրվեն, իսկ իրենք նման մեծ ցանկություն ունեն, 26-ի ընտրություններում, որ կրկին հաղթեն, իբր հաղթեն, բանակում անձնակազմի թվաքանակը այնքան քիչ է լինելու, որ ուղղակի օրվա իշխանությունները ասելու են, որ մենք Ադրբեջանի պահանջները ստիպված ենք կատարել, որտեղ ենթադրենք կարգով նրանց բանակը մեզանից շատ է։ Ասենք օրինակ դու ունես 10,000-անոց բանակ, նա 100,000-անոց, եւ այդ 10,000 չի կարող մարտական խնդիր կատարել։ Դա ասում եմ ես էլ օրվա իշխանությունների ղեկավարը, ով լինի, կամ կառավարությունը ասելու դե մենք ստիպված Ադրբեջանի պահանջները կյանքի կոչենք եւ կատարենք։ Այսինքն սա գրում է բանակի ուղղակի լուծարման։ Դες վստահաբար եմ ասում, բուն նպատակը սա է։ Անտրամաբանական է, որ պատերազմող երկրում գումարով որից մեկը ուրեմն ազատվի։ Բայց մարդիկ, որոնք իրենց կյանքը ամբողջ գործը կյանքի նվիրել են բանակաշինությանը, ինչու հրապարակավ դեմ չեն արտահայտվում։ Դե ես կարծում եմ, քանի որ այս օրենսդրական նախաձեռնությունը նոր է սկսել, չէ, կեցված դրսևորում է, օրինակ հակասահմանադրական լինելու վերաբերյալ ասվել է, չէ, հիմա ասենք ես եւ ոչ միայն ես, դե ոչ բոլոր սպաներն են առավել հանրային դաշտում ակտիվ, կեցված դրսևորում է, ասենք ես ներկայացնում մի կազմակերպություն, որը պայստազորի սպաներ է միավորում, մենք սպասում ենք, տեսնենք ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի ինչ կարծիք կասի, ու մեզ համար դա է կարևոր։ Դե կառավարությունը պարզ է ինչ է նման բան անում, մենք էլ հրապարակավ կեցված ենք դրսևորում, հետո սպաները վստահաբար խոսք ասելու եւ շատ խիստ են ասելու։ Բայց այստեղ կռվի դաշտը ոչ այդքան քարոզչական, ես կարծում քարոզչական իր կարևորություն ունի, որքան քանի որ իրավական ակտ է, դա օրենսդիր մարմին ազգային ժողով, այստեղ անդիմադիր երկու խմբակցությունների падգամավորները իսկապես լուրջ պետք է կռիվ տան այս ամեն ինչի դեմ, եւ որպեսզի մեզ լսողների համար ընկալելի լինի, ես մեկ զուգահեռ բերեմ։ 1948-ին Իսրայել պետություն է ստեղծում, հաշվի առնելով այն մարտահրավերները, որ այդ պետության առաջ կան, շրջափակված արաբական աշխարհի մի քանի պետություններով, որոնք թշնամաբար են տրամադրված, որ Իսրայել պետություն լինի, իրենց մոտ կախված մարտական խնդրից որոշվում է երկսեռ այնտեղ բանակը ցախալա Իսրայելի պաշտպանության բանակը, երկսեռ է, ուրեմն 8 տարի արական սեռներ զորակոչվում, 1948 6 տարի իքական, որտեղ թվականակով իրանք չեն կարողանում փակել ամբողջ սահմանը, ծառայության ժամկետն են մեծացնում, տրամաբանական է, չէ՞։ Հիմա մեզ մոտ սահմանը երկարել է, մարտահրավերները գնալով շատացել են, որոնց մի մասը արդեն սպառնալիք է, տրամաբանական է, չէ՞, ծառայության ժամկետը երկարացվի, առավել բոլոր այս սողանցքները կա ազատվելու որ կան, այդ բոլորը փակվի, հա։ Մեր մոտ տրամագծորեն հակառակն է արվում, այսինքն ակնհայտ է, որ ըստեղ ոչ թե բանակ են կոնկրետ ուզում սարքել, այլ բանակ ուզում են լուծարել։ Սա ես համոզված ասեմ, Ադրբեջանի պահանջն է, սա Թուրքիայի պահանջն է, եւ օրվա իշխանությունները փորձում են որոշակի մանիպուլյատիվ հնարքներ կիրառել, որպեսզի բանակը ուղղակի լուծարեն։ Պարոն Նահապետյան, երբ ասում եք, որ քարոզչական մասը այնքան էլ կարևոր չէ, ես կարծում եմ, որ բավականին կարևոր է, որովհետեւ արդյունքում, եթե անգամ այս օրինագիծը մերժվի, միևնույն է Պանդորայի արկղը բացվել է եւ միտքը շրջանառվել է պետության կողմից, որ այո, կարելի է օրինականացնել չծառայելը։ Այսինքն բարոյալքելու հերթական արարը գործողության մեջ դրվեց, անկախ նրանից օրենքը կընդունվի, թե ոչ։ Ես համակարծիք եմ ձեր գնահատականին, բայց եկեք մի փոքր հետ գնանք, հա։ Ուրեմն բանակի զինծառայողի մոտիվացիան ըստ իս ցանկացած բանակի հաղթելու առաջին երաշխիքն է։ Օրինակ, երբ գնահատում են աշխարհի բանակները, նույնիսկ այսօր երբ տարբեր պետություններ միմյանց դեմ պատերազմ են եւ այլն, հետաքրքիր է, որ բանակներն են առավել մարտունակ, հա, համարում։ Մարտունակությունը ինքը բարոյական վիճակն է, առաջին հերթին, այսինքն մոտիվացիան եւ մարտական ոգին եւ զենքին, զինամթերքին լավ զենքին տիրապետելը եւ զորքերի լավ կառավարումը։ Բայց առաջին նորից եմ կրկնում, դա մարտական ոգին է։ Մարտական ոգին գնահատվելու չափանիշը հետեւյալն է, եթե հրաման է տրվում, որտեղ այդ հրամանի կատարման ժամանակ հավանականությունը մեծ է,
զոհվելու կամ վիրավորվելու, ուրեմն պետք է կատարվի։ Հիմա այն ինչ որ օրվա իշխանություններն են անում, արել են 2018-ից, ես սրա դեմ խոսել եմ 2018-ից, երբ Փաշինյան Նիկոլի տիկինը առաջին անգամ այդ Պանդորայի արկղը այդ ժամանակ է բացվել, երբ որ ասեց մեր տղաները հանուն ոչնչի են զոհվում, այսինքն իմաստազրկումը հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքը վտանգելը։ Ինչու վտանգել, երբ որ կարող ես չվտանգել, իսկ ինչպես չվտանգել։ Բանակում միևնույն է, թե ծառայում ես, այդ վտանգները միշտ կան, ավել կամ պակաս չափով։ Իսկ ինչպես կարելի անել, որ ընդհանրապես չվտանգել։ Չծառայել։ Իսկ ինչպես անել, որ չծառայել։ Ահավասիկ գումարը տալիս ես, չես ծառայում, այսինքն ուշադրություն դարձեք 2018 թվականից էս Պանդորայի արկղը բացած եւ հիմա վերջնարդյունքում այո իրենք փորձ են անում իրավական հիմնավորումներ տալ, որտեղ դա առավել քան համոզված եմ ասում, դա Ադրբեջանի պահանջն է։ Սպառազինություն չգնել, բանակում անհրաժեշտ թվականակի զին անձնակազմ չունենալ։ Այդ օրինագիծը առաջ բերողը, որի անհասկանալի չեմ էլ ուզում տալ, որտեվ առանձնապես նշանակություն չունի Պողոսն թե Պետրոսը, կարևորն է, որ ԿՊ-ից է։ Այդ մարդը իբրև թե փորձում է հիմնավորել, ասելով, որ 10,000 մարդ այս պահին հետախուզման մեջ է, որոնք որ խուսափել են ծառայությունից։ Ստացվում է այսպիսի հակատրամաբանական բան։ Իրենց վարած քաղաքականության հետևանքով ստեղծվել է վատթար հետևանք, որի պատճառով մարդիկ խուսափում են ծառայությունից, հիմա փորձում են դրանով հիմնավորել եւ առաջ բերել մեկ այլ ավելի վատթար իրավիճակ։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ գիտեք ինչպես սա կանխել։ Ինչպես։ Ուրեմն այսպես եթե հիմնովին ենք հարցին ուզում լուծել տա, ժամ առաջ այս իշխանությունները պետք է իրենց վրա դրված պարտականությունը չկատարեն։ Այսինքն Հայաստանում իշխանափոխություն է։ Ինչպես։ Գիտեք, իրավիճակը բանակում գիտեք ինչն է կարող ընդհանրապես մարդու կյանքում իսկ կենցաղում։ Եթե իրավիճակը մարդը, եթե ինչ-որ ֆորս մաժորային վիճակ է մարդու, նույնիսկ մարդու համար կենցաղային, եթե ինքը իրավիճակը համարժեք չի գնահատում։ Ասենք մրցակցության մեջ է, թե մրցակիցների ուժեղ թույլ կողմերը ճիշտ չի գնահատում, իր հնարավորությունները եւս ճիշտ չի գնահատում, եւ մտնում է մրցակցության մեջ, պարտությունը անխուսափելի է։ Այսինքն իրավիճակի գնահատականը հաղթանակի առաջին քայլն է մրցակցության մեջ կամ պատերազմի մեջ։ Հիմա մենք ինչքանով ենք իրավիճակը համարժեք գնահատում։ Ես կարծում եմ նույնիսկ իմ գնահատմամբ մեր քաղաքական դաշտի եւս իրավիճակը համարժեք չի գնահատում։ 44 օրից հետո քաղաքական պայքար եղավ, 4 մեծ ընդվզում եղավ ժողովրդի կողմից, փողոցային պայքար, 4-ն էլ պարտվեց։ Այդ թվում նաև երբ իշխանությունների կողմից բիրտ ուժ կիրառվեց անցյալ տարի հունիս 12-ին, անհամաչափ ոչ թույլատրելի հատուկ տեխնիկական միջոցներ ոստիկանների կողմից, Այսինքն այստեղից պետք է հետևություններ անել։ Ինչու պարտվեցին։ Ժողովուրդը չէ ցանկանում որ հաղթի, չէ ժողովուրդը ցանկանում է։ Ես երբեք չեմ կիսում այն տեսակետը, որ ասում են ժողովուրդը պատրաստ չէ, ժողովուրդը շատ լավ պատրաստ է։ Ես իմ ժողովրդին, որի զավակը ես եմ, շատ լավ գիտեմ եւ գիտեմ շատ ավելի ծանր պայմաններում մենք հաղթանակ ենք կրել։ Դա 90-91, 92 մինչև 94 թվական վիճակը շատ ավելի ծանր էր։ Մեր երկրին նետվել էր բնական եւ արհեստական աղետներ, պետության փլուզում խորհրդային միության, շրջափակում, պետական ինստիտուտների չգոյություն, երկրաշարժ, պատերազմ, սով, բայց մենք հաղթեցինք, չէ՞, առանց որ մեր թշնամին բոլոր պարամետրերով մեզանից առավել էր։ Այնտեղ ընդհանրապես երկու կարևոր պարամետր կա, որ մենք ունենք, դա մեր բարձրագույն սպայակազմի բարձր որակավորումներ, որ խորհրդային միության տարիներին ծառայել էին, որոնք եկան, եւ մեր զինվորի, մեր սպայի բարձր մոտիվացիա։ Այդ երկու կռվաններ, որը մեզ հաղթանակ բերեց, մնացած բաներով Ադրբեջանը առավել էր։ Հիմա եթե զուգահեռում ենք, თუ ուշադրություն դարձնենք, ապա այն ինչ որ հիմա կատարվում է այդ մոտիվացիան զրոյացնելու եւ այլն, իրավիճակը երբ գնահատում որ քաղաքական պայքար լինի, ես համակարծիք չեմ։ Քաղաքական պայքարով Հայաստանում, ինձ կարող ասեն, եթե քաղաքական պայքար չի, դուք զենքի կոչեք անում։ Ես ասում ոչ։ Բայց իրավիճակը համարժեք գնահատեք։ Ես գնահատում եմ Հայաստանում գտնվում է թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարություն։
այսինքն Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը սպասարկող կամակատար կառավարություն, որի դեմ պայքարի համար նոր հեծանիվ պետք չի օրինել, դա ազգային ազատագրական պայքարն է, որովհետեւ մեր երկրի քաղաքացիները, քաղաքական ուժերը գնահատեն, եթե ես ճիշտ եմ եւ իրականությունը սա է, կարծում եմ, որ ճիշտ է, ապա այդ դեպքում մարտավարությունը եւ ռազմավարությունը պայքարի էականորեն փոխվելու է։ Հայաստանում իշխանափոխության սցենարը անպայման կապվում է Ռուսաստանում Հայաստանի հանդեպ քաղաքականության եւ ուշադրության փոփոխության հետ։ Տեսեք, օրինակ, մամուլում պարբերաբար շրջանառվում են, որ ընդդիմադիր այս կամ այն գործիչը այցելել է Կրեմլ, Մոսկվա այց է ունեցել եւ հետեւաբար որոշակի խմորումներ են տեղի ունենում եւ հետեւաբար հնարավոր է, որ Հայաստանում հասունանա իշխանափոխության հնարավորություն։ Տեսեք, այդ նույն ընդդիմությունը, որ մեղադրում է Նիկոլ Փաշինյանին ինքնիշխանությունը Հայաստանի առևտրի առարկա դարձնելու մեջ, անպայման, ուղղակի թե անուղղակի Հայաստանում իշխանափոխության սցենարը կապում է արտաքին աջակցության հետ, կլինի Արևմուտք թե Ռուսաստան, բայց առավելապես Հյուսիս Ռուսաստան։ Հիմա այդ ինչպես է ստացվում, որ մի դեպքում մեղադրում են բացահայտ Հայաստանի իշխանությունը առևտրի առարկա դարձրած Փաշինյանին, բայց իրենք էլ կարծեք թե ինքնիշխանության հարցում առանձնապես սկզբունքային չեն։ Ուրեմն ձեր հարցին պատասխանեմ այսպես. Հայաստանում իշխանափոխությունը առաջին հերթին կախված է մեզանից։ Այո, մեր շահերը Ռուսաստանի Դաշնության հետ համընկնում են առաջին հերթին անվտանգային առումով։ Առաջին հերթին տնտեսականը եւ այլ ոլորտները դրանք ածանցյալ են։ Առաջին անվտանգայինն է։ Այո, մենք պետք է հաշվի առնենք, այլ որ ես ասում իրավիճակի գնահատական, ես տվեցի իրավիճակի ներքին գնահատական, որ օկուպացիոն ռեժիմ է այստեղ եւ պայքարատվեն աստագրական, իսկ հիմա տամ արտաքինը։ Արտաքինը այսպես է, առաջին հերթին եթե մենք նայում ենք, որ մեր անվտանգությունը ուղղակիորեն կամ ածանցյալն է, կամ համադրվում է Ռուսաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, այդ դեպքում նաեւ քաղաքական ընդդիմության մարտավարությունը այդպեսին պիտի լինի։ Ես համակարծիք չեմ, որ Ռուսաստանը մեր տեղը ինչ-որ բան պիտի անի, եւ իրենք չեն էլ անելու։ Այս ինքնախաբեություն է, որ Ռուսաստանը գալու է այստեղ ինչ-որ բան փոխի, այդպես չի։ Սա մեր հայրենիքն է եւ մենք ունենք պարտականություն։ Բայց ինչու են որոշ գործիչներ Կրեմլ գնալ իբրև իրենց հեղինակություն եւ հաղթաթուղթ ներկայացնում։ Ես դժվարում եմ ասել դա հաղթաթուղթ է ներկայացնում։ Այո, ինչ որ կապեր կան, դա հասկանալի է եւ ճիշտ է, ասենք նույն տրամաբանությամբ, ասենք նույն անդիմությունը, որը այսպես ասենք, պրոարեմեցյան անդիմություն է, նրանք էլ արեմուտքի հետ, ասենք հանդիպումներն են այդպես ներկայացնում։ Ասենք ժամանակին անվտանգության գծով խորհրդական կար Բոլթոնի։ Բոլթոնի հետ կողքը կանգնել նկարվելը եւս դա ինչ որ մեսիջ է, որ տեսեք Միացյալ Նահանգները մեր թիկունքում, այդպեսի բան չկա։ Մեր թիկունքում եւ վերևում միայն Աստված է։ Մենք եթե ճիշտ գնահատեցինք իրավիճակը կամ հանդես բերեցինք եւ մեր հայրենիքը սիրեցինք այնպես ինչպես մեր ծնողներին, որտեվ հայրենիքը եւս ծնող է, եւ սիրեցինք Աստծուն ինչպես մեր հորը, ես կարծում եմ, որ այդ մեծ սերը երեք զորավոր սեր է։ Մենք միգուցե մեր ծնողների հանդեպ ունենք լուրջ պարտականություններ եւ ամեն ինչ կանենք մեր ծնողների համար, բայց նույն զգացողությունը սիրո չկա ոչ հայրենիքի, ոչ Աստծո, դա պակաս է։ Ես կարծում եմ, այստեղ հարցի լուծումը վերջն արդյունքում մարդու ներքին զգացողությունն է։ Եթե լինի այդ սերը, ապա մենք պատրաստ ենք եւ հանուն մեր մայր հայրենիքի եւ հայր Աստծո անել այն ինչ պետք է։ Մարդը պետք է փոխվի, առաջինը մենք մեր մեջ պետք է փոխվենք։ Ցավոք շատ անհերանեկարային է թվում ձեր ասածը, պարոն Նահապետյան, ինչու որովհետեւ դուք սիրո մասին եք խոսում, հիմա Հայաստանում ատելության գերդոզավորում է, ցավոք։ Դա պատահական չի, այո, ձեր հետ համակարծիք եմ, դա հատուկ են արվում։ Բաժանիր ճշտամացի որ դիրես, այսօր Հայաստանում այդ քաղաքականությունն է իրականացում եւ դա ընդ որում ոչ միայն առանցին անհատների նկատմամբ, այլև քաղաքական խմբերի, քաղաքական կուսակցությունների, այո, այդ կուսակցությունների լիդերների, ղեկավարների ուշադրություն դարձեք, ես միշտ եմ եղել այն ջրբաժանը, որ փորձ է արվում ընդդիմադիր դաշտում տարբեր ուժերի միջև դնել, եւ դա պետք է բացատրել, ասել, հորդորել, որ դա վերացվի։ Դժվար է իհարկե։ Հիսուս իր քարոզը որ բերեց Սիրո քարոզը, այո, մեկ օրում չտարածվեց երկիր մոլորակի վրա։ Մենք լինելով առաջին
քրիստոնյա պետությունը, սա պատական չի, որտեղ մեր ընտրությամբ չի եղել, ձեզ համոզված ասեմ, եթե մենք գանք ճիշտ արժեքների, մենք արագ կփոխվենք, ցավոք, այդ զգացողությունը չկա, լինի զգացողություն, լինի ընկալում, իրավիճակը կտրուկ որակապես կփոխվի։ Այնուամենայնիվ մենք հիմա վերածվել ենք մի հասարակության, հանրության կամ գուցե հատուկ է այդպես ցույց տրվում մեդիայի միջոցով, բայց այնուամենայնիվ պատկերը հետևյալն է, որ մենք մեզ այլևս չենք վստահում, մեր ներուժին չենք վստահում եւ դրա համար է, որ աչուձախ փրկիչներ ենք փնտրում։ Ուրեմն փրկիչը մեկն է։ Ես ձեր ասացի մեջ կա բավականին պրագմատիկ իրականությունը գնահատելու փաստակ։ Շատ ճիշտ եք։ Մենք փրկիչներ ենք փնտրում։ Փրկիչը մեկն է, եղել բոլոր ժամանակներում։ Փրկիչի պատվիրաններով եթե ապրենք, առերևույթ միգուցե իմ ասածը այդպես խիստ վերացական լինի, բայց ես ինքը շատ պրագմատիկ մարդ եմ եւ այդպիսի ճանապարհ եմ անցել։ Եթե ես անցնելով այդ ճանապարհը գնահատում եմ, որ փրկիչ պետք չի փնտրել մարդկանց մեջ, ապավինել Աստծուն, այսինքն իր պատվիրաններին, իր խոսքին, կարեկցանքը, սերը, փոխօգնությունը, եթե մեր մեջ այդ զգացողությունները լինեն, ապա ես կարծում եմ հակառակորդը չարը որքան էլ փորձի բաժանել, շատ դժվար կլինի։ Շատ ավելի խորքային է հիմա ինչ որ գնում է, հա, մենք արտաքին մասերն ենք տեսնում, հա, բաժանում, ոչ համերաշխություն, մրցակցում, բևեռացում։ Այս բոլոր հետևանքներ են, պատճառը այլ տեղ է։ Իդեպ այդ պատճառը դրական իմաստով կար 88, 89, 90, 91, 92 այդ սերն էր, որ մեզ հաղթանակ բերեց, որտեղ սերը հետո մարտի դաշտում վերածում է բարձր մարտական ոգու։ Բարձր մարտական ոգին հետո բերում է հակառակորդի նկատմամբ հաղթանակ։ Այ մեզանից դա խլեցին կամ փորձեցին հոգևորը փոխարինել նյութականով։ Ցավոք սրտի Տերը ասում է, ոչ թե ցավոք սրտի, այլ ասում է, կամ իմն ես կամ մամոնային է, կամ իմ օրենքներով ես ապրում, կամ դոլարի, նույն ժամանակ ոսկեհորթի, ոսկու հիմա դոլարի։ Այսինքն եթե մարդու համար կյանքի իմաստը նյութն է եւ նյութին ծառայելը, մենք այստեղ բարձվել ենք։ Որ պահին մենք փոխենք մեր ընկալումները, այսինքն ծառայենք Աստծուն, մեր հայր Աստծուն, մեր մայր հայրենիքին եւ մեր ծնողներին, հաղթանակը կարծում եմ սпасեցնել չի տա։ Շնորհակալ եմ, ես շատ կուզեի հենց սա լիներ վերջաբանը, բայց այդուհանդերձ կա մի հարց, որը ամեն դեպքում կուզեմ ձեզ ուղղել։ Ես իհարկե հետևեցի ձեր գնահատականներին Լավրովի Հայաստան այցի վերաբերյալ, մեսիջների եւ հատկապես նրա, որ առանձնապես նոր բան չասած, դուք նաեւ շեշտեցիք, որ Լավրովը եկել էր պատասխաններ ստանալու։ Ինչ պատասխաններով վերադարձավ։ Ես ավելի շուտ, գիտեք, Լավրովի այցից չեմ կապում իշխանություններին ինչ-որ բաներ ասելու։ Իշխանություններին նրանք հրաշալի գիտեն, քայլերը գիտեն, նպատակները գիտեն, կուրատորներին գիտեն։ Իրենք չեն կուրատորները։ Գիտեք, հիմա ձեր հարցի մեջ, այդ դեպքում ես ասեմ, 2018 թվականին Ռուսաստանն էր այստեղ իշխանափոխություն անում, այո։ Եթե Ռուսաստանն էր, ես ձեր հարցին փոքր ավելի բացեմ, որտեղ այնուամենայնիվ հանրային դիսկուրսում կա, հա, այդ մոտեցումը։ Եթե իրենք էին անում 18-ին իշխանափոխություն, այդ դեպքում այդ տրամաբանությամբ Սորոսի գրասենյակի կողմից ֆինանսավորող բոլոր կառույցները Հայաստանում կյանքի խոսք աղանդի մի քանի տասնյակ հազար ադեպները իրենց ղեկավարներով օլիգարխիկ համակարգը, որը արևմուտքի գործիքն է եւ այդ գործիքը այսօր Ռուսաստանում էլ է, հա, որպես 5-րդ շարասյուն գործում։ Ուրեմն այս բոլորը Ռուսաստանի հատուկ ծառայությունների կառավարման ներքո են, բայց նվազագույն դա ժպիտ է առաջացնում։ 18-ի վերաբերյալ ներողություն պարոն Նահապետյան, կա գնահատական ու դա բազմիցս է հնչել, որ կար աշխարհաքաղաքական կոնսենսուս։ Հիմա կա կոնսենսուս Հայաստանում փոխելու քաղաքական կոնյունկտուրան։ Ես համակարծիք չեմ, որ 18-ին կոնսենսուս է եղել, այն որ Հայաստանում այն ձևով, որ իշխանափոխություն եղավ, երկու պետությունների, այսպես ասենք, հա, որոշման հիման վրա պետք է լինի ձեր ասած կոնսենսուսի, խոսքս կոնկրետ հավաքական արևմուտքը ներկայացնող Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանի Դաշնության։ Ես կարծում եմ այսպես, արևմուտքի համար օրվա խնդիր էր իշխանափոխությունը, Ռուսաստանը լուր հետևում էր։
Այսինքն ոչ թե Ռուսաստանը մասնակից էր այդ իշխանափոխության, որտեղ մենք գիտենք Արևմուտք Ռուսաստան մահու կենաց կռիվ է գնում, չէ՞։ Նույնիսկ այսօրվա Միացյալ Նահանգների նոր վարչակազմը եւս այդ օրակարգի մեջ ուղղակի հիմա ինքը չի երևում, բայց իր փոխային հիմա Եվրոպան պիտի կռվի։ Հա, բայց պարոն Նապետյան, չի բացառվում, որ ինչ որ տարածաշրջանում, ինչ որ երկրում կարող են մահու կռիվ տվող երկու մեծ բևեռները շահերի նույնականացում ունենալ։ Չկա այստեղ շահերի նույնականացում, ձեզ վստահաբար եմ ասում։ Այստեղ կա մեծ Թուրանի պրոյեկտ, որը Ռուսաստանի համար ցանկալի չի, մեղմ եմ ասում, Իրանի համար ցանկալի չի։ Երբ Լավրովը եկավ այստեղ, ես կարծում եմ երկու մեսիջ կա։ Ինքը ընդդիմությանը ասում էր. ձեր գործը դուք եք անում, բայց ձեր օրակարգը որն է, ձեր օրակարգը չեմ տեսնում։ Իրենց համար իդեպ կարևոր է նոր իշխանությունը, որը Հայաստանում գալու է կամ փորձելու է, ասենք փողոցով ենթադրենք արտահերթ կամ հերթական ընտրություններ, որն է ձեր օրակարգը։ Ինքը ասեց մեկ անգամ եւս վերահաստատեց օրակարգը որն է, հա։ Օրինակ Ադրբեջանի այդ բոլոր հարցերը 4 եռակողմով եւ բանավոր պայմանավորվածությամբ։ Ալիևի բոլոր պահանջները մի կողմ են նետվում։ Սա մեզ ձեռք տալիս է, իհարկե ձեռք տալիս է։ Տարածաշրջանը 3 գումարած 3 ձևաչափ, այսինքն դրսից որից է պետություն, հավաքական արևմուտքից ներկա պիտի չլինի։ Հայաստանի ներկան ԱՊՀ, ՀԱՊԿ եւ Եվրասիական տնտեսական միություն, ապագան BRICS, հստակ է ասել։ Ինքը ասում է, որ եթե Հայաստանում, ես հասկանում եմ այսպես, եթե Հայաստանում ինչ-որ կոնսոլիդացիա պիտի լինի, կոնսենսուս, պիտի լինի օրակարգի շուրջ, ոչ թե անհատների, այսինքն անհատները չեն որոշելու, օրակարգն է որոշելու։ Եթե ուղիղ ասենք, ընդդիմությունից ով ճիշտ գետնի վրա լավ օրակարգ կներկայացնի, նա կունենա հովանավորչություն կամ աջակցություն կամ համակրանք։ Ես նվազագույն համակրանք։ Եվ շատ բնական է, ասենք, այնպես չէ, որ Ռուսաստանը սեթևեթելու է, եթե իր ազգային պետական շահերը Հայաստանի Հանրապետությունում սկզբունքորեն իր դեմ կոնկրետ խնդիր լինի։ Օրինակ 102 ռազմաբազան հանելը։ Հայաստանի, Իրանի, Հայաստանի, Թուրքիայի սահմանին կանգնած Ռուսաստանի սահմանապահ զորքերը հանել։ Իրանց համար խնդիր է, չէ՞ դա։ Այստեղից բարձ հետևություն։ Հայաստանում, այո, այն օրակարգը, որ ինքը ասեց, եթե այդ օրակարգով լինի կոնսոլիդացիա, եւ այստեղ բնականաբար դրանք տարբեր քաղաքական ուժերի կոնսոլիդացիա է լինելու։ Այդ դեպքում իրանց համար ցանկալի կլինի, ասենք, մի շարք տեխնացուներից, թե ով իրենց համար առավել հարմար կլինի։ Այդտեղ անբնական բան պետք չի դիտել, ոչ էլ ասենք դավադրապաշտության մեջ մտնել, որ ինքը իրեն կուրացիա են անում, ինչ-որ մեկին նշանակում են եւ այլն, հա։ Փաշինյան Նիկոլը 2018-ին չի ծնվել։ Փաշինյան Նիկոլին Արևմուտքը աճացրել է, սկսել է 1998 թվականից, երբ որ Արսեն Խառատյանի հետ Սորոսի հիմնադրամից առաջին անգամ Սերբիայում հեղափոխություն անելուց հետո ամբողջ աշխարհում հիմնականում եվրոպական ամասում ցանց էր գցվում երիտասարդական կառույցների եւ ընդ որում բոլոր նույն անունն էին։ Պարա Հայաստանում էլ հիմա էր երկու ղեկավար կար 98-99 թվին, Արսեն Խառատյան, Նիկոլ Փաշինյան։ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին պատրաստել է 98 թվին։ Ուղղակի նախորդ իշխանությունները մտածել են, որ իրավիճակը իրանք կարող են վերահսկել, բայց կյանքը ցույց տվեց, որ չկարողացան։ Եվ ուստիև ես նորից եմ ասում, Ռուսաստանը Ռուսաստան, Իրանը Իրան, այսօրվա ԱՄՆ-ի նոր վարչակազմ, որտեղ մենք ես համոզված եմ ասում, իմ հայացքները երբեք չեմ թաքցել, բայց ԱՄՆ-ը հիմա տարածաշրջանում քաղաքականություն է իրականացնում, որից մենք կարող ենք շահել, եթե ճիշտ քայլեր անենք։ Բայց մեր տունը մենք ենք այս աղբից մաքրելու, որևիցե մեկը չի գալու մեր տան մեջ այդ հավաքարարի գործառույթ անել, որ պայն մենք նախ արեցինք, նախ հարգանքի արժանի կլինենք եւ Միացյալ Նահանգների եւ Իրանի եւ Ռուսաստանի կողմից, հետո ճիշտ արտաքին քաղաքականության արդյունքում կարծում մենք կլուծենք թիվ 1 մեր պետության առաջ ծառացած գերխնդիրը, անվտանգայինը, իսկ մնացածը ածանցվում է։ Շնորհակալություն։